Եթերում ներքին գործեր հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Արփինե Սարգսյանն ազդարարել է նոր անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը, նախարարի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների թագավորությունում էր։ Ներքին գործերի նախարարն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացման արարողությանը։ Ամփոփվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները, մեկնարկել են ներքին գործերի նախարարի մարզային այցերը։ Ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում գործող IN Group ընկերության արտադրամաս, որտեղ նախարար Սարգսյանն կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելել է Նիդերլանդների թագավորության Հարլեմ քաղաքում գործող IN Group ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի նոր սերնդի անձահաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։ Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները, կատարվել են նաև ճշգրտումներ, ապահովելու նոր փաստաթղթերի լիարժեք համապատասխանությունը անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին։ Նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով ազդարարել է անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց, որպես բարձր պաշտպանվածությամբ և անվտանգության առաջատար չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր։ Նույնականացման քարտերի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, իսկ առաջիկայում կմեկնարկի նաև նոր անձնագրերի տեղափոխման գործընթացը։ Հանրությանը տրված խոստմանը համապատասխան ներքին գործերի նախարարությունը մասնավոր գործընկերոջ հետ համատեղ այս աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Քաղաքացիները նոր փաստաթղթերը կկարողանան ստանալ Երևանում և հանրապետության տարբեր մարզերում բացվող նոր գրասենյակներում։ Հուլիսի 13-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ ամփոփելու ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարած աշխատանքը, նախարարը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում թե քրեական, թե համայնքային ոստիկանության գործունեության մի շարք ուղղություններով արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Արփինե Սարգսյանը պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված նախաձեռնողական և արդյունքային աշխատանք, կանխարգելում է օպերատիվ արդյունավետությունն ու քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։
Հուլիսի 13-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության ու ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք, աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել մարդու դեմ ուղղված եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության փորձի, դիտավորության վարոշությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100%։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշը աճել է։ Զեկույցներով հանդես են եկել նաեւ համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 169 հանցագործության դեպք, նախորդ տարվա համեմատ 70-ով ավելի։ 169 հանցանքից բացահայտվել է 150-ը, բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 88.8%։ Մասնավորապես ավելացել է լատենտային հանցատեսակների հայտնաբերման դեպքերը։ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում արձանագրվել է 108 հանցագործության դեպք, մասնավորապես աճել են մարդու դեմ ուղղված եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 73.1%, բացահայտվել է 79 դեպք։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 46.5%-ով, արձանագրվել է 227 հանցագործության դեպք, բացահայտվել 209։ Աճ է արձանագրվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 90%, գրանցված 270 դեպքից բացահայտվել է 243-ը։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում է արձանագրվել համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում, գրանցված 126 հանցագործության դեպքից բացահայտվել է 111-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 88.1%։ Ընդհանուր պատկերում նվազել են սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության եւ կառավարման համակարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 126 հանցագործության դեպք, տարբեր վարչական իրավախախտումներով կազմել 41945 արձանագրություն, նախորդ տարվա 37807-ի համեմատ։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերը, ավելացել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման էական աճ, մասնավորապես վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու, ծխելու, ճամրակապված վարելու, սահմանված արագությունը գերազանցելու, ինչպես նաև երեխաներին առանց մանկական նստատեղերի քարսիթերով տեղափոխելու դեպքերով։ Ոստիկանության Գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետը ներկայացրել է մարզային գործունեության հիմնական արդյունքները, նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում շեշտակի աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշում։ Նրա խոսքով դրան նպաստել են ծառայության կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, արագ արձագանքման կարողությունների զարգացումն ու կանխարգելիչ աշխատանքի ակտիվացումը։ Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում թե քրեական, թե համայնքային ոստիկանության գործունեության մի շարք ուղղություններով արձանագրվել են դերական ցուցանիշներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկաններին Վարդավառի տոնակատարությունների ընթացքում փրկարարների հետ միասին իրականացրած ուժեղացված ծառայության համար, ինչի շնորհիվ ծանր հետևանքներով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։ Խոսելով հանրային անվտանգության ապահովման առաջնահերթություններից նախարար Սարգսյանը նշել է, որ նախարարության օրակարգում շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ արգրավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ընդգծելով, որ այդ հարցում ոստիկանությունը պետք է առավել հետեւողական գործի։ Ներքին գործերի նախարարը հատուկ ընդգծել է, որ անչափահասների նկատմամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունները պետք է առաջնահերթություն դիտարկվեն տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ապահովելով դրանց արդյունավետ եւ գործընկեր կառույցների հետ համագործակցված ընթացքը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է անչափահասների հետ տարվող աշխատանքը կազմակերպել համակարգված ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ, ակտիվացնել նրանց հետ տարվող կանխարգելիչ աշխատանքները կրթական հաստատություններում, ամրապնդելով դպրոցների հետ համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով տարածքային ստորաբաժանումներում ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները, ապահովելով յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ պատշաճ արձագանք։ Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին, նախարարը նշել է, որ պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել համակարգչային հափշտակությունների, կիբերհանցագործությունների եւ առցանց խարդախությունների դեմ, կիրառելով ժամանակակից գործիքակազմ։
կազմում։ Նախարարը ընդգծել է, որ Գեղարքունիքը զբոսաշրջային մարզ է, ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, իրավախախտումներին արձագանքել արագ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված ներգործության խիստ միջոցներ։ Արփինե Սարգսյանը դրական է գնահատել պարեկային ծառայության աշխատանքն, ինչի արդյունքում մարզում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ դրանց հետևանքով զոհերը։ Դրական է գնահատվել նաեւ ջրային պարեկների կողմից ձկնագողության դեպքերի բացահայտման արդյունավետությունը, շեշտելով, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։ Արփինե Սարգսյանի խոսքով ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն ապօրինի որսած ձկան հայտնաբերմանը, այլև այնպիսի արդյունավետ վերահսկողության ապահովմանը, որը կբացառի ձկանը լճից դուրս բերման հնարավորությունը։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ ակտիվացնել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում ապօրինի հանքարդյունաբերության դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները։ Ամփոփելով Արփինե Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական եւ արդյունքային աշխատանք, կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունն ու քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ՝ սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Տեղի է ունեցել Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարարծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետ ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Հուլիսի 13-ին տեղի ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ներկայ էին նաեւ փրկարարծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը եւ բոլոր գործընկերներին հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցման աջակցելու համար ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության եւ բարեկամության։ Նախարարի խոսքով Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ, ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։ Մենք կատարում ենք ներդրում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների եւ մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործ, որովհետեւ պակաս կարևոր չէ, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում եւ ինչպիսի անվտանգային պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողությունները, որովհետեւ դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։ Այս ենթակառուցվածքը պիտի լինի նոր մեկնակետ, զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք եւ մեր հանրությանը մատուցելու նոր որակի ծառայություն։
Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը, նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար, ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները եւ մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ներքին գործերի նախարարության եւ ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է, ընդգրկելով նաեւ փրկարար ծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ եւ հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային եւ կենցաղային պայմաններին, հանգստի եւ կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաեւ տեխնիկական եւ գույքային ապահովվածությանը։ Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը եւ ամբողջ ընթացքում գտնվել է ներքին գործերի նախարարության խիստ վերահսկողության ներքո, շինարարական աշխատանքների որակի եւ սահմանված ժամկետների պահպանման նպատակով։ Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ներքին գործերի նախարարության, ԱՄՆ եվրոպական հրամանատարության եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։ Ներքին գործերի նախարարը այցելել է նաև ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց, հետևել ջրային պարեկների ծառայությանը։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 պատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 պատիկից 300 պատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Ներքին գործերի նախարարը մասնակցել է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կազմավորման 35-ամյակին նվիրված միջոցառմանը։ Արփինե Սարգսյանը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին եւ ընդգծել, որ Հայաստանի սեյսմիկ առանձնահատկությունները թելադրում են շարունակաբար զարգացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարողությունները, համադրելով տարիների փորձն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 17-ին մասնակցել է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ներկային ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը, փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին եւ վետերաններին, ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ կառույցի կայացման եւ զարգացման 35-ամյա ուղին ձևավորվել է բազմաթիվ մասնագետ
մասնագետների նվիրված պատասխանատու աշխատանքի, հարուստ փորձի եւ մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ։ Արփինե Սարգսյանը նշել է, որ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը ներքին գործերի նախարարության համակարգի կարևորագույն կառույցներից է, որի գործունեությունն առանցքային նշանակություն ունի հանրության անվտանգության ապահովման, սեյսմիկ ռիսկերի գնահատման եւ կառավարման արդյունավետության բարձրացման գործում։ Նախարարի խոսքով ոլորտի հետագա զարգացումն այսօր պահանջում է շարունակական արդիականացում, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրում, մասնագիտական կարողությունների զարգացում, ինչպես նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու միջազգային գործընկերների հետ սերտ եւ համակարգված համագործակցություն։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից են ծառայության շարունակական զարգացումն ու տեխնիկական վերազինումը, փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումների զուգահեռ։ Նա կարևորել է նաև համայնքների սեյսմիկ ռիսկերի գնահատման եւ դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, շեշտելով, որ ստացված արդյունքները պետք է դառնան տարածքային զարգացման եւ պլանավորման գործընթացների անբաժանելի մասը։ Նախարարը բարձր է գնահատել ծառայության մասնագետների ամենօրյա, հաճախ հանրության համար անտեսանելի, սակայն չափազանց պատասխանատու աշխատանքը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության համակարգը ճանաչում եւ հեղինակություն է վայելում նաեւ միջազգային մասնագիտական շրջանակներում, ինչը ծառայության անձնակազմի թիմային, հետևողական եւ բարձր մասնագիտական աշխատանքի արդյունքն է։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը շնորհավորել է ծառայության անձնակազմին եւ վետերաններին, ընդգծելով նրանց տարիների նվիրված ու հետևողական աշխատանքի կարեւորությունը։ Նա շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարին ծառայության զարգացմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական աջակցության համար, նշելով, որ ձեռքբերումները նաեւ այդ հետևողական աջակցության արդյունքն են։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու ծառայության կայացմանն ու զարգացման գործում ունեցած ավանդի համար մի շարք ծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով։ «35-ամյա սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անցած բարդ, բայց ձեռքբերումներով հարուստ ճանապարհի մասին է հաջորդ ռեպորտաժը։ Երկրակեղևում տեղի ունեցող նույնիսկ ամենաթույլ ցնցումներն այստեղ չեն վրիպում ուշադրությունից։ Արդեն 35 տարի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում, հանրությանը տրամադրելով սեյսմիկ իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ եւ հավաստի տեղեկատվություն։ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հիմնադրվեց 1991 թվականի հուլիսի 17-ին Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, երբ պարզ դարձավ, որ չկա որևէ գերատեսչություն, որը կարող է իրականացնել սեյսմիկ պաշտպանության ոլորտում իր գործողությունները, համակարգի տարբեր գերատեսչությունների աշխատանքը։ Կառավարության առընթեր ազգային ծառայություն, թե անվանումը, թե պատկանելիությունը իր խնդիրներն է թելադրում ու դրա հետ էլ կապված ճանաչելիությունը, այսպես ասած, աշխարհում։ Ամուր հիմքի վրա է ստեղծված եղել սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը եւ մենք եղել ենք այն ժամանակ տարածաշրջանի լիդերներից։ Տեխնիկապես շատ առաջ ենք ընթացել համեմատած 90-ական թվականների հետ, որտեղ այն տարիներին սեյսմիկ ցանց չունենք ու մենք ստեղծեցինք առաջի թվային կայանների լոկալ ցանցերը Հայաստանում, որը ոչ միայն առաջինն էր Հայաստանում, այլ Կովկասում։ Ծառայության պատմությունը նաև մարդկանց, նրանց մասնագիտական նվիրումի ու պատասխանատվության մասին է։ Մասնագետներ, որոնք ծառայությունում են ձևավորման առաջին տարիներից եւ այսօր իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են նոր սերնդին։ 97 թվականին ես ինքս ընդունվեցի աշխատանքի, այդ նվիրվածությունը երևի թե այն ժամանակվանից սկսվեց, նման կառույցներ աշխարհում քիչ կան։ Մեր ամբողջ աշխատանքը հիմնված լինելով գիտության, գիտական վերլուծությունների վրա, բայց նաև մենք պատասխանատվություն ենք կրում կոնկրետ աշխատանքի համար։ Աշխատում եմ 92 թվականից արդեն 35 տարի։ Իմ պարտականությունների մեջ մտնում է ամեն ինչ, ինչ որ վերաբերում է սեյսմոլոգիային։ Կարծում եմ ծառայության աշխատակիցները իսկապես նվիրյալներ են եւ հավատարմորեն կատարում են իրենց աշխատանքը։ Աշխատել ծառայությունում նշանակում է լինել շուրջօրյա աշխատանքի մեջ, անկախ նրանից դու այդ բան աշխատանքի վայրում ես, թե աշխատանքի վայրից դուրս, եթե անհրաժեշտություն կա, բոլորը մի թեմի պես հավաքվում են, քանի որ սեյսմիկ իրադարձությունը դա այն իրադարձությունն է, որ անկախատեսելի է։
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն անցել է բարդ, բայց ձեռքբերումներով հարուստ ճանապարհ, շարժվելով տեխնոլոգիական առաջընթացին համընթաց, ընդլայնելով իր կարողությունները, զարգացնելով միջազգային համագործակցությունն ու հզորացնելով գիտական ներուժը։ Փոխում էր թե գրանցելու եւ տեխնիկան, թե մշակելու տվյալների մշակման մեթոդաբանությունը, նոր ծրագրեր, արդեն համակարգչային մշակումով եւ այլն։ Ու դա իհարկե մինչև հիմա շարունակվում է։ Մեր աշխատանքը բարդային կանավ, որ մենք չունենք սխալվելու հնարավորություն։ Այս տարիների ընթացքում բավականին ավիականացվել է մեր սեյսմիկ կայանների ցանցը, սկսել ենք շատ քիչ կայաններից, հիմնականում ատոմակայանի շուրջ տեղադրված, հետո մեր միջազգային գործընկերների օգնությամբ տեղադրվել են նաև սահմանամերձ հատվածներում սեյսմիկ կայաններ։ Մենք կարևոր ուղղակ ենք, որովհետև եթե մենք կարող ենք տվյալ տալ եւ տվյալ վերցնել մեր հետազոտությունների, մեր աշխատանքների համար, մենք այդ ամբողջի մի մասն ենք։ Ժամանակակից սարքավորումներով համալրվել է սեյսմաերկրաքիմիական անալիտիկ լաբորատորիան, հայաֆիկացվել է Եվրոպա միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կողմից մշակված Last Quake հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կարող են իրական ժամանակում տեղեկություններ ստանալ երկրաշարժերի մասին։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը միացել է թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին, ինչի արդյունքում հայ մասնագետների սեյսմիկ դիտարկումները դարձել են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս։ Սրանք ծառայության ձեռքբերումներից ընդամենը մի քանիսն են։ Հայաստանի Հանրապետության եւ միջուկային փորձարկումների համապարփակարգելման պայմանագրի կազմակերպության համագործակցության շրջանակում օգոստոսին Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում առաջին անգամ կանցկացվի արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային աշխատաժողովը, ինչը կարևոր իրադարձություն է սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության համար։ Տարիների ընթացքում վերափոխվել են բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ միջոցառումները։ Այսօր ծառայությունը ժամանակակից գործիքակազմով եւ նորարարական նախաձեռնություններով նպաստում է սեյսմապաշտպանության վարքականոնների տարածմանն ու սեյսմիկ պաշտպանության ոլորտում անվտանգության մշակույթի ձևավորմանը։ Մենք 35 տարի աշխատել ենք, համահունչ քայլում ենք աշխարհի հետ ու շատ հույսով եմ, որ մյուս սերունդը, եկող սերունդները նույնպես նվիրվածությամբ կաշխատեն։ 35-ամյա սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հետ այսու էլ շարունակելու է պատմություն կերտել։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն ԵՄ քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Նա ողջունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության նոր առաքելության մեկնարկը։ Կողմերն անդրադարձել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։ Հուլիսի 14-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների կենտրոնակայանի կառավարող տնօրեն Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ողջունելով Հայաստանում Եվրոպական միության նոր գործընկերության առաքելության մեկնարկի մասին Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման ընդունումը։ Արփինե Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին, ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի ներքին գործերի նախարարության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ընդգծելով ներքին գործերի նախարարության հետ ձևավորված սերտ գործընկերությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում Եվրոպական միության գործընկերության
նախարարության առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները։ Վերահաստատելով տարբեր ոլորտներում ներքին գործերի նախարարությանն աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը։ Կողմերն անդրադարձել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է այդ ուղղությամբ գերատեսչության թիրախային աշխատանքն ու արձանագրված արդյունքները։ Քննարկվել են ապատեղեկատվության, տեղեկատվական միջամտության, ճգնաժամային կառավարման, ինչպես նաև ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունների զարգացման վերաբերյալ հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։